Սիրում եք ամառային, հյութեղ և արագ պատրաստվող տոլմա? Դե եկեք միասին պատրաստենք, սիրելիներս։ Պատրաստում ենք խճողակ։ Մանրացրած սոխի, բրնձի և նախապես աղացած մսի վրա ավելացնում եմ կտրատված կանաչի, որի մեջ անպայման մտնում է ցիտրոնը։ Այնուհետև ավելացնում եմ տարբեր տեսակի համեմունքներ։ Կարագ կամ յուղ չեմ ավելացնում, քանի որ ընտրել եմ յուղոտ միս։ Որպեսզի խճողակը ավելի հյութեղ լինի, քիչ-քիչ ավելացնում եմ ջուր և լավ խառնում։ Իսկ մինչ խճողակի համերը խառնվում են իրար, այդ ընթացքում պատրաստում ենք պղպեղը։ Մաքրում ենք ավելորդ կորիզներից և պոչիկներից։ Պատրաստված խճողակը տեղափոխում ենք խոհարարական տոպրակի մեջ, այնուհետև անցնում ենք լցոնմանը։ Գտալով հարթեցնում ենք մակերեսը։ Պղպեղները տեղավորում ենք տարայի մեջ, որոշակի հեռավորության վրա, այնուհետև փակում և դնում սառցեխցիկ սառելու։ Դե ինչ, սիրելիներս, լցոնած և սառեցված պղպեղները պատրաստ են։ Մեզ միայն մնում է այն տեղավորել զիպ տոպրակների մեջ և կրկին տեղափոխել սառցեխցիկ։ Այն շատ լավ տարբերակ է, երբ անսպասելի հյուրեր ենք ունենում կամ պարզապես տնտեսում ենք մեր ժամանակը։ Եթե այս տարբերակը ձեզ դուր եկավ, կարող եք օգտագործել և կիսվել ձեր ընկերների հետ։ Իսկ ես ձեզ լավ օր եմ ցանկանում։ Կտեսնվենք։